Չու սիրելի հետորվորդներ, այսօրվա նոր հնչյուն տառն է ռն, երկար արտասանելիս լսում ենք ը ձայնավորը, դա կոպիտ բաղաձայն է կարելի ասել, կոշտ բաղաձայն է, որը ռն է, նկարում պատկերված է ռոբոտ, իդեպ ռոբոտ բառը գալիս է Ռոբին բառից անգլերեն թարգմանությամբ, որը նշանակում է ստրուկ, անազատ մարդ, այսինքն այն մարդը, որը ունի տեր, որին աշխատեցնում են, բայց ոչ գումար են տալիս, ոչ էլ նորմալ ապրելու տեղ, դա հնում այդպիսի մարդիկ կային, որոնց անվանում էին ստրուկներ, հիմա ստրկությունը վերացել է, այդ ստրուկ բառից էլ առաջացել է ռոբոտ բառը, չէ, որ ռոբոտը աշխատում է մարդկանց համար, եփում է, թափում է, լվանում է, և միայն նրան պետք է ընդամենը լիցքավորել կամ մարդկոց տեղադրել, վերջին տառով ասա նոր բառ, ռ տպագիր մեծատառ, ռ տպագիր փոքրատառ, ռ ձեռագիր մեծատառ, ռ ձեռագիր փոքրատառ, այս խաղը շատ հաճախ մենք խաղում ենք նաև տանը, ռ տին, գրվեց ռ-ով, վերջացավ ն հնչյունով, ն հնչյունով նոր բառ նուր, ռ հան, ն հնչյունով նոր բառ նավ, և վ-ով արդեն պիտի նոր բառ ասենք, վարդ, դ հնչյունով դափնի, ի հնչյունով ինքնաթիռ ու այդպես շարունակ կարող եք երեխաների հետ տանը խաղալ։ Նկարում պատկերված է ռանդա աշխատանքային գործիք, սա հիմնականում հյուսները օգտագործում են իրենց աշխատանքում փայտը հարթեցնելու, մաքրելու համար։ Ռանդայի մեջ ռ հնչյունը գրվեց բառասկզբում, ռանդա, ռոբոտ բառի մեջ բառասկզբում, ռոբոտ, օճառ բառի մեջ բառավերջում, օճառ և ռադիո բառի մեջ բառասկզբում, ասենք բառեր, որտեղ ռ հնչյունը գրվում է բառասկզբում, ինչպես Ռոբերտ, Ռոնալդ, այ երեխաների սիրած անունը Ռոնալդո, Ռաֆայել, Պատկանյան օրինակ։ Հատուկ անուններ ես ասեցի, մարդկանց անուններ կամ տեղանուններ, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնություն, որը գրվում է մեծատառով, ռետին բառը գրվում է փոքրատառ և առաջին տառն է ռ։ Օճառ բառի մեջ ռ հնչյունը գրվեց բառավերջում, նուռ բառի մեջ ռ հնչյունը գրվեց բառավերջում, հիմա ասենք բառեր, որտեղ ռ հնչյունը գրվում է բառամիջում, օրինակ ծառեր բառի մեջ, թառ բառի մեջ ռ հնչյունը գրվում է բառավերջում, այստեղ ուշադիր եթե նայենք տրված են ծառեր և նրանց պտուղներն է նկարված, ծիրան, ծիրանենի, ծիրանի ծառին ասում ենք ծիրանենի, որովհետև նրա պտուղներն են ծիրանները, նկարում պատկերված է սալոր, նրա ծառն է, սալորենի, տանձ, տանձենի, ևս երեքը մենք ասենք, ինչ կասենք, դեղց, դեղցենի, չէ երեխաներ, ինչ կասենք, օրինակ, կեռաս, կեռասենի, շատ ապրեք, բալենի, շատ ապրեք, նուր, նռնենի, տեսեք, նուրենի չենք ասում, նռնենի, խնձոր, խնձորենի, շատ ապրեք, այստեղ պիտի ասենք բառակապակցություններ, տանք, առարկայի անունը և բնութագիրը, ով ավելի շատ բառակապակցություններ կասի, առարկան փայտ, հատկանիշը փայտ է, հատկանիշ, այսինքն տալիս ենք բնութագիրը, ինչպիսի փայտ է աթոռ, էլ աթոռը ինչպիսին է լինում երեխաներ, փայտ է աթոռ, ոսկեգույն աթոռ, շատ ապրեք, փափուկ աթոռ, սիրուն, գեղեցիկ աթոռ, չէ, սիրունն ու գեղեցիկ ինչեր են իրար քույրեր են, այդ քույր, մի նույն իմաստ բառեր են, չէ, ինչ էինք ասում ուրիշ բառով այդ քույրերի, իմաստով բառերին ինչ կասենք, հականիշն է, օրինակ տգեղի հակառակը որը կլինի, տգեղ բառի հակառակը, սիրուն, շատ ապրեք, բարձրահասակ բառի հակառակը որը կլինի, ցածրահասակ, գեր, հակառակը, նիհար, շատ ապրեք, հիմա կիթառ բառը, թանկ կիթառ, էլ ինչ կարող ենք ասել, ինչպիսի գիթառ է լինում, գեղեցիկ գիթառ, գեղեցիկ, փայտյա գիթառ է,
Էլեկտրական գիտար, չէ՞ Գագիկ, այո, էլեկտրական գիտարել է։ Մեծ ունեմ։ Ապրիմ աղջիկ, Նվագում եմ լավ։ ու ռոբոտ։ Հիմա թիթեր բառը, ինչպես ասեք բառակապակցություններ բառով։ Նախադասություն չէ, բառակապակցություն։ Ինչպիսի թիթեր։ Գեղեցիկ։ Գեղեցիկ թիթեր, ասա Ալիսա։ Սիրուն թիթեր։ Կարմիր թիթեր։ Ապրես, Գագիկ, գունավոր թիթեր, չէ՞։ Գունավոր թիթեր։ Իսկ ծառով ինչ բառակապակցություններ կասեք։ Ինչպիսի ծառ։ Բարձրահասակ ծառ։ Տարեց ծառ, չէ՞, կարա լինի 100 տարվա օրինակ կաղնի, չէ՞, տարեց ծառ։ Էլ ինչի ծառ կարա լինի։ Ծիրանենի ծառ։ Բարդու ծառ, ծիրանի ծառ, չէ՞, ուռենի։ Խնձորի ծառ։ Խնձորի ծառ, այո, ծառով էլ ասենք թզենի, արդեն կասենք թզենի։ Լավ, հիմա խոսենք Ռեհանի մասին։ Նախ ասենք, որ այս պատմությունը Ռեհանի մասին է, արդեն իսկ վերնագիրը հուշում է Ռեհանը դա կանաչու տեսակն է եւ կանաչիների թագուհին է համարվում, ունի շատ գեղեցիկ մուգ մանուշակագույն գույն։ Հայաստանում Ռեհանը շատ տարածված է եւ շատ ավելի անուշ է, քան մեկ այլ երկրներում։ Ռեհան հայտնի են Ռեհանի շատ տեսակներ։ Հայաստանի Ռեհանը յուրահատուկ գույն համ ու հոտ ունի, թարմ Ռեհանը ուտում են, չորացրած Ռեհանը օգտագործում են որպես համեմունք։ Այստեղ մեղուների խմբին անվանում են պարս, ձկների խմբին վտար, գայլերին ոհմակ եւ ուղտերի խմբին քարավան։ Չենք մոռանում երեխաներին կետադրական նշանների մասին ուշադրություն դարձնեն, ասենք թե քանի նախադասությունը գրվեց մեծատառ վերջում դրվեց վերջակետ, ունենք մեկ ստորակետ, կարող ենք հաշվել թե քանի նախադասություն ունեն։ Այսքանը։